Հրինյուս լրատվականը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում, ես Սոնա Թումանյանն եմ։ Աստծո և հոգևորականների միջև միջնորդ կա, թե տեղի ունեցողը պարզապես առցանց երկխոսություն է։ Նախորդ շաբաթվա բուռն քաղաքական մթնոլորտը վերջին օրերին բորբոքվեց Միքայել arczepiskopos Աջապահյանի ձերբակալությամբ։ Դանիել Իոաննիսյանը, փաստաբաններն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումները ամբողջացնում են իրավիճակի պատկերն ու կամ էլ տալիս են պատասխաններ, կամ էլ առաջացնում են հարցեր։ Վարչապետի պատգամն այսօր չստելն է։ Սիմոն Հովանիսյանի ռեպորտաժը դիտենք։ Մեր հոգևորականների պրոբլեմը Աստծու հետ է, իրանք ինձ հետ պրոբլեմ ոնց կարան ունենալ։ Ինչ պրոբլեմ կարող է լինել Աստծո և հոգևորականների միջև։ Պարզաբանումն իր ուսերին է վերցրել Նիկոլ Փաշինյանը ու այսօր նորից հարցրել կաթողիկոսին։ Խախտել է կուսակրոնության ուխտը և արդյոք զավակ ունի։ Այս անգամ Փաշինյանը կաթողիկոսին դուքով է դիմել, չնայած նախկին գրառումներում անկաշկանդ դույով էր դիմում։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են, որովհետև նրանք չեն խաբում ոչ ժողովրդին, ոչ Աստծուն։ Ինչ խոսք, նրանք անթերի չեն, բայց ես ինքս առավել եւս անթերի չեմ։ Թերություններ ունենալն այլ բան է, Աստծո առաջ կամավոր ստանձնած կուսակրոնության ուխտը խախտելը եւ այդպիսով եկեղեցին պղծելը բոլորովին այլ բան։ Քրիստոնեական սեր է դրել բառապաշարում վարչապետը, որ շաբաթօրն էր ասել, եկեք համացանցում էլ չհայհոյենք, գոնե մինչև հուլիսի 5-ը։ Օգտատերերից շատերի կարծիքով Փաշինյանին ճշմարիտ ուղու վրա Մետայի տերը Մարկ Ցուկերբերգն է դրել, արգելափակելով նախորդ հրապարակումներից մեկը։ Facebook-յան կրքերը մարեցին այն բանից հետո, երբ Միքայել arczepiskopos Աջապահյանին դատարանը որոշեց կալանավորել եւ ըստ փաստաբանների պահել Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Փաստաբանները նաեւ նշում են, որ նրա հանդեպ կիրառվում է սահմանափակում, կարող է խոսել միայն հարազատների եւ փաստաբանների հետ։ Դատավոր Մասիս Մելքոնյանն է Աջապահյան սրբազանի կալանավորման որոշումը կայացրել։ Նույն դատավորը, որը նաև Լևոն Քոչարյանի, Բագրատ Գալստանյանի ու էլի մի քանի աղմկահարույց գործերով է կալանավորման վճիռներ կայացրել։ Նախկինում էլ Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունից էր։ Պաշտպանական կողմը դատարան է ներկայացրել նաև Դանիել Իոաննիսյանի շաբաթօրը հրապարակած փաստաթուղթը, որտեղ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ղեկավարը հանցակազմ էր տեսել սրբազանի հայտարարություններում մոտ 1 տարի առաջ, սակայն դատախազությունը չէր կիսել նրա դիտարկումը։ Հիմա դատարանում մեղադրանքի կողմը քննիչը դատախազ ասում են, որ այս ամբողջ հարցազրույցի մեջ հիմնական խնդիրը դա հենց այն, որ ասում է ռազմական հեղաշրջում պետք է արվի, որ գեներալից այդ ուժային կառույցները պետք է անեն։ Հիմա հարց ենք տալիս, ասում ենք ընկերներ, 23 թվականին ռազմական հեղաշրջում, գեներալից այդ նույն բառերի վերաբերյալ հայտարարությունները դուք չեք դիտել հանցագործություն։ Դատախազությունից ասում են, կալանավորումը միայն այդ հարցազրույցում հնչած արտահայտությունների համար չէ, այլ հայտարարություններ են հաշվի առել։ Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցի ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցված հեղաշրջում կատարելու եւ իշխանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ չնախատեսված եղանակով բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին իր խոսքը։ Շիրակի թեմակալի փաստաբաններն այսօրվա ասուլիսում ասացին, որ ըստ սահմանադրական դատարանի ներկայացրած հիմնավորումների Միքայել Սրբազանի արած հայտարարությունը այդ հոդվածով քրեական դատապարտման ենթակա չէ, իսկ վարչապետ Փաշինյանին երկրում տեղի ունեցողից հարցեր տալ ստացվեց միայն իր կազմակերպած կրթվելը նորաձև է արշավի ընթացքում, ոչ որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ այնտեղ էր Ազատություն ռադիոկայանի լրագրողը։ Գիտեք ինչ, մարդիկ կարան անեն էմոցիոնալ հայտարարություններ։ Ես էլ եմ այսօր էլ կարամ էմոցիոնալ հայտարարություններ անեմ, բայց չի շանկում, որ մարդը բան հայտարարեց, վերջ իրան պետք է արդեն գնանք դատենք։ Ոչ, մենք պետք է կոնտեքստ ունի հարցը, պետք է համոզվել։ Այդ մարդը ուղղակի էմոցիոնալ բան է ասել, թե ուղղակի մտածված, իսկ դատախազության այսօր պարզաբանման մեջ այդ շատ կարևոր է։ Ես ուշադիր կարդացի, որտեղ երեգմանից այդ թեման քննարկվում է։ Այնտեղ ասում է, այս փաստով, այս մի շաբաթ այսօր ամսի քանիսն է։ 28-ը։ 28-ը, այսինքն 5 օր առաջ հայտարարությամբ նա ըստ էության վերաշարունակական գիտակցված, հիմա որևէ մեկի մոտ կասկած չի կարող լինի։ Ինքը էմոցիոնալ արեց այդ հայտարարությունը, թե ոչ էմոցիոնալ։ Որտեղ մի անգամ կարելի է անել էմոցիոնալ, երկու անգամ կարելի է տենց նեղված լինել, բայց երրորդ անգամ ահաբեկչական խմբի ձևավորման մի պաշտպանություն դա ասել,
դա կներեք արդեն հայրենիքը պետություն է եւ պետությունը պետք է արձանագրի։ Փաշինյանը նաև բացատրեց, թե ինչպես են ձեռքի տակ հայտնվել եկեղեցականների անձնական տվյալները, սեռական կյանքի մանրամասները։ Ազգային անվտանգության ծառայությունը իր ենթակայության տակ գտնվող կառույց է եւ օպերատիվ գործերի ընթացքում ձեռք բերված տվյալները զեկուցում են իրեն։ Երկուշաբթին բարի սկսեց Facebook-յան օգտատեր վարչապետ Փաշինյանի էջում։ Նախատեսվում է, որ մինչև հուլիսի 5-ը չի կիրառի պոռնկաբարո, դոմփել եւ նմանատիպ բառեր։ Իդեպ համացանցում որոշ օգտատերեր պատահական համընկնումներ էին նկատել, որ մինչև հուլիսի 5-ը մուսուլմանական աշխարհում Ալ-Մուհարամն է, որը բնույթով մեր մեծ պահքին է նման եւ այդ օրերին հայհոյել չի կարելի։ Սիմոն Հովանիսյան, Լևոն Ոսկանյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Անվերապահ աջակցություն Ֆրանսիայից Մակրոն-Փաշինյան հեռախոսազրույցը Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցերն է ներառել։ Փաշինյանը Մակրոնին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։ Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։ Հեռախոսազանգի վերաբերյալ հրապարակում է արել Մակրոնը, արձանագրելով, որ վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի վարչապետի խիզախ ջանքերին ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Նախագահը հատկապես կարևորել է բաց սահմաններն ու խաղաղությունը, նույնիսկ տարածաշրջանի սահմաններից անդին։ Պաշտոնական լրահոսում այսօր ակտիվություն է նկատվում, հեռախոսազանգին հաջորդում է վարչապետի այցը ազգային անվտանգության ծառայություն։ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Անդրանիկ Սիմոնյանին, ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում, Արմեն Աբազյանին էլ շնորհակալություն հայտնել այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար։ Աբազյանի դեպ գործող իշխանության օրոք ամենաերկար պաշտոնավորած ազգային անվտանգության ծառայության տնօրենն է։ Դիտենք հատված վարչապետի ելույթից։ Այն մարտահրավերները, որոնց մենք հիմա առերեսվում ենք, իրենք հիբրիդային մարտահրավերներ են, իրենք ունեն եւ ահաբեկչության հատկանիշներ, եւ սահմանադրական կարգի խախտման հատկանիշներ, եւ հակահետախուզական բնույթի հատկանիշներ։ Եվ ես կուզենայի, որ աշխարհում հիմա շատ է քննարկվում բոլոր երկրներում հիբրիդային սպառնալիքների համակարգը եւ ես կուզենայի, որ մենք այս երեք գործառույթների կատարման համատեքստում մեր ընկալումները նույնպես ընդլայնեինք։ Արտգործ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել այսօր Qırğızstանում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Փոխարենը Հայաստանում հատուկ հյուրեր ուներ։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն արդեն հասցրել է հանդիպել հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, այցելել Եղեգնաձորում տեղակայված ԵՄ առաքելության կենտրոնակայան, իսկ դիվանագիտական մեսիջներին այսօր տեղի ունեցած ասուլիսին Արարատ Միրզոյան-Լավրով հակամարտությանը ռեպորտաժում անդրադարձել է Աննա Հարությունյանը։ Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել, ասում է երկօրյա այցով մեր երկրում գտնվող Կայա Կալասը։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը հստակ ուղերձով է այստեղ։ Գիտի, որ Հայաստանի ազգային ժողովը նախագիծ է ընդունել եվրոպական ընտանիքին անդամակցելու գործընթացի մասին։ Շեշտում է, Եվրամիությունը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ Հաջողով հայտարարում եմ բանակցող կողմերի միջև քաղաքական համաձայնության մասին նոր գործընկերության հրապարակի շուրջ, որը սահմանում է մեր առաջնահերթությունները տնտեսության զարգացման, անվտանգության եւ դիմականության ոլորտներում։ Եվրոպական միությունը այս առումով տրամադրում է 270 միլիոն եվրո դերակայության եւ աճի ծրագրի շրջանակում 2024-27 թվականների համար։ Եվրոպացի գործընկերոջ հետ Միրզոյանը գործընկերության նոր օրակարգի փաստաթուղթ է վերջնականացրել։ Դեռևս հայտնի չէ, թե ինչի մասին է այն։ Միրզոյանն ասում է, առաջիկայում մանրամասն կներկայացվի հանրությանը։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ արտգործնախարարը խոսել է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։
Հարցին Եվրամիության համար որքանով է կարևոր խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ ինչքանով է կարևորվել այն Ադրբեջան այցի ժամանակ, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը պատասխանեց, որ իր Բաքու այցի ժամանակ քննարկվել են երկխոսության հնարավոր տարբերակները։ Ողջավորված ենք այս կարգավորման գործընթացով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ իհարկե կցանկանանք տեսնել այս գործընթացի ամփոփումը ինչքան հնարավոր է շուտ ամբողջ աշխարհում մեզ անհրաժեշտ է ավելի մեծ կայունություն, ոչ միայն այս տարածաշրջանում։ Ասուլիսի ժամանակ հարց հնչեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարության մասին, որտեղ նա նշել է, թե դաշնակիցներից երես թեքելը հազիվ թե օգտակար լինի հայ ժողովրդի համար։ Մենք որևէ ճնշում չենք բանեցնում Հայաստանի կառավարող շրջանակների վրա եւ հստակություն ենք ակնկալում բոլոր հարցերում, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, մերձավոր գործընկերներից, հարևաններից, ապա դա հազիվ թե որևէ օգուտ տա հայ ժողովրդին։ ՀԱՊԿ արտգործնախարարների հավաքի ժամանակ է Լավրովը խոսել այս մասին, որտեղ իդեպ Միրզոյանը չի մասնակցել։ Պարոն Լավրովը ավելի լավ է չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ներքին քաղաքականությանը։ Կուզեի օգտվել առիթից եւ նույն կոչը անել նաեւ պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական գործընկերներին, մեդիա գործընկերներին։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության եւ Պաշտոնյաները, եւ խորհրդարանականները, եւ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։ Միրզոյանին անհարմար հարցից հետո հերթը Կալասինն էր։ Եվրոպաշտոնյան հաստատել է լուրերը, թե Հունգարիան խոչընդոտում է խաղաղության հիմնադրամից Հայաստանին միջնորդների տրամադրմանը։ Կալասը պարզաբանել է, որ Եվրամիությունը բաղկացած է 27 ինքնիշխան երկրներից, որոնք ունեն իրենց սեփական կարծիքը եւ որոշումները կայացվում են կոնսենսուսով։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Զուգահեռ իրականությունում Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Հայաստանի ներքին գործերին Ռուսաստանը չի միջամտում։ Պեսկովը իհարկե խոսել է Հայաստանի հետ մտերմության մասին, անդրադառնալով նաև միլիոնավոր հայերին, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են եւ Հայաստանում տիրող իրավիճակով մտահոգ են, բայց վերահաստատել է, որ ներքին գործերին Ռուսաստանը չի խառնվելու։ Գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանը բանդից 8-րդ նամակն է հրապարակել։ Այս անգամ Կարապետյանն անդրադարձել է երկրի ներքին ներդրումային համակարգի վատթարացմանը, օտարերկրյա ներդրողների հետաքրքրության պակասին եւ երկրում ստեղծված վախի մթնոլորտին։ Լսենք։ Բիզնեսը, մասնավոր ոլորտը վերածում են քերելու առարկայի, իսկ գործարարին թշնամու։ Այս իշխանությանը հաջողվեց գրեթե ամբողջությամբ ոչնչացնել երկրի ներքին ներդրումային մթնոլորտը։ Այս ամենը բերեց վերջին 7 տարիների ընթացքում առավելապես 0 հավելյալ արժեք արտադրող ընկերությունների ստեղծման, իսկ օտարերկրյա ներդրողների համար դարձանք ոչ հետաքրքիր եւ անհեռանկարային երկիր։ Իշխանություններն իրենց առաքելությունը պատվով կատարող լրագրողներին փորձեցին մեկուսացնել։ Հիմնավոր ճիշտ խոսքը կամ քննադատությունը փորձեցին զրոյացնել։ Փոխարեն նախ լցրեցին հանրային խոսքի հարթակներում։ Կարողացան հայոյանքի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել։ Նույնիսկ առաջին անգամ հայ տղամարդն անզոր եղավ պաշտպանել իր կնոջ եւ դստեր արժանապատվությունը։ Միանշանակ է, որ Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր։ Աղքատություն բառը թողնելու ենք անցյալում եւ հանրային դաշտը հայոյախառն աղբից մաքրվելու է։ Տրանսպորտային բարեփոխումների նոր շրջափուլ կամ արված աշխատանքի մոնիտորինգին հետևող գործունք հայլեր։ Հուլիսի 1-ին օրենսդրական փաթեթը քննարկվելու ազգային ժողովում, որով նախատեսվում է տուգանք տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու համար։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավարական նիստում հայտարարել է անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը ավարտելու մասին, նշելով մեջբերում եմ, հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ հետո բողոքները չլինեն, թե ինչու այսպես եղավ։ Ավինյանը տեղեկացրել է, որ էլեկտրոնային ծանոթումների նոր հարթակը ԵՍ համակարգը այս շաբաթվանից փորձնական կգործարկվի։ Մետրոյի Աջափնյա կայարանի կառուցման աշխատանքները եւս նիստի օրակարգում էին, ֆինանսավորման հարցերը քննարկման փուլում են։ Մեր հիմնական նպատակը պետք է լինի սեղմ ժամկետները, որովհետև նախագիծը ունենք, կարանք գնանք այս ճանապարհով, մյուս ճանապարհով, այն մյուս ճանապարհով, այս մի գործընկերոջ հետ, այն մյուս գործընկերոջ հետ, որ գործընկերոջ հետ ֆինանսական առումով ամենակարճը կտևի process-ները այդ ճանապարհով պետք է գնանք։
Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման թեման շարունակում է մնալ հետաքրքրության կենտրոնում։ Հեցի իրացման տնօրեն Դավիթ Խազինյանը ասուլիսի ժամանակ անդրադարձել է հանրային ծառայությունները կարգավորող մարմնի կողմից ընկերության աշխատանքի գնահատականին, ներդրումային ծրագրերի կատարմանը, ծախսերի վերահսկմանը, ինչպես նաև ցանցերի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ կապված գործընթացներին։ Հոսանքի պարբերական անջատումների վերաբերյալ Ղազինյանը հիշեցրել է, որ իրենք էլեկտրաէներգիա չեն արտադրում, այլ իրենց ստացածը բաշխում են եւ բաշխում են այնքան, որքան ստանում են։ Տնօրենն անդրադարձել է նաև հեցի սեփականաշնորհման գործընթացին։ Ճիշտ ասած, մի հարցազրույցում սխալվել եմ, նշել եմ կիսագրագետ օրենքի նախագիծ, հիմա սխալեցնում եմ, լինելով իրավաբան համարում եմ անգրագետ օրենքի նախագիծ։ Պրոբլեմը հենց այստեղ է։ Ինչի չեն այդ մարդիկ կամ այդ մեր իշխանությունները ցանկանում դա քննարկել։ Չնայած որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, այսպես ասած առանց կանոնների մարտի ձևաչափով, մենք պատրաստվում ենք հաշվի առնելով, որ մեր ընկերության սեփականատերը պետականամետ մարդ է, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։ Մեր համար գործընթացը սկսված է անկեղծ ասած Կարապետյանի ապօրինի ձերբակալումից, հետո կալանավորումից սկսած։ Ազգային ժողովի ամբիոնից վերջին շրջանում ընդդիմադիր գործիչները թվերով փաստում են, որ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը ցանկալի թիրախ չէ, մեղմ ասած։ Սա գուցե աշխարհաքաղաքական դիրքից բխող հետևանքների արդյունք է կամ ներքաղաքական զարգացումներից բխող հետևանք։ Ներդրողների շուկան ուսումնասիրել է Նարինե Ղուկասյանը, պարզել ոլորտները, որոնցում ներդրումներն ավելի արգասաբեր են ու ցանկալի։ Հայաստանում մի քանի ոլորտներ կարելի է նշել, որոնք որ էականորեն տարբերվում են եւ իրենց թվականակով ու գումարների չափով ավելի մեծ են, դա ՏՏ ոլորտն է, բնականաբար ՏՏ ոլորտում ներդրումները, այնուհետև գյուղատնտեսությունը, որը ներառում է նաեւ այգիների հիմնադրում, ջերմոցային տնտեսություններ եւ այլն։ Երրորդը որոշակիորեն տրանսպորտային լոգիստիկ բնագավառներում կան ներդրումներ եւ ասենք туриզմը, որը հյուրատներ, ռեստորաններ, այդպես մի ծառայությունների մեջ ներառենք այդ բնագավառները եւ որոշ չափով նաեւ հանքարդյունաբերություն։ Քաղաքական անկայունությունից մինչև տարերային անհանգստություններ։ Մեկ օրում 2 երկրաշարժ է գրանցվել։ Հունիսի 30-ին ժամը 12:53-ին 3.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում, հայտնում է ներքին գործերի նախարարությունից։ Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզում 4 բալ, Վայոց ձորի մարզում 3 բալ, ինչպես նաև քաղաք Երևանում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Իսկ գիշերը ժամը 1:51-ին գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կիլոմետր հյուսիս-արևմուտք, օջախի 10 կիլոմետր խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-ից 3 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս, Լիճք և Զոլաքար գյուղերում 2 բալ ուժգնությամբ։ Ադրբեջանի ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել ռուսական պետական Սպուտնիկ Ադրբեջան լրատվական գործակալության Բաքվի գրասենյակում։ Իդեպ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում դադարեցվել էր Սպուտնիկի գործունեությունը։ Նշվում է նաև, որ չնայած դրան հայտնի է դարձել, որ գործունեությունը շարունակում է իր գործունեությունը։ Աշխատակիցները դուրս են գալիս աշխատանքի, լարվածությունը սկիզբ է առել Եկատերինբուրգում տեղի ունեցած գործողություններից հետո, որի հետևանքով մի քանի ադրբեջանցի մահացել է, տասնյակները ձերբակալվել։ Դրան հաջորդել է ադրբեջանցիների ձերբակալությունը տեղի շուկայում, խուզարկվել է ավելի քան 450 մարդ, վարչական պատասխանատվության է ենթարկվել 42 օտարերկրացի։ Ի պատասխան այս գործողությունների Բաքուն նախքան Սպուտնիկի գրասենյակի խոզարկությունը չեղարկել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի նախատեսված այցը, այն աննպատակահարմար համարելով ստեղծված իրավիճակում։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունից էլ պահանջել են քրեական գործ հարուցել քաղաքացիների մահվան առնչությամբ եւ հայտարարել Ռուսաստանի հետ բոլոր համատեղ մշակութային միջոցառումները չեղարկելու մասին։ Մոսկվան դիվանագիտորեն է արձագանքել կատարվածին, նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ափսոսանք է հայտնել Բաքվի որոշումների կապակցությամբ, նշելով, որ Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների պահպանմամբ։
Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններին միջամտելու բացառիկ մենաշնորհ ունի, կամ բարեկամություն անել չգիտի, կամ էլ առանց մեկնաբանությունների։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն արձագանքել է նաև Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանի Երևանյան ասուլիսին եւ ինչպես իրենք են ձևակերպել վճռականորեն մերժել դեսպանի հայտարարություններն այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մասին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը վրդով մունք է արտահայտել եւ դիվանագետի խոսքերն անվանել մանիպուլատիվ մեկնաբանություն, կեղծ, վտանգավոր եւ նախատեսված իբր Հայաստանի կարիքները բավարարելու համար։ Մեջբերեմ։ Դեսպանի Ադրբեջանի դեմ պարբերաբար եւ համակարգված սադրիչ հայտարարությունները նպատակ ունեն խաթարել Ադրբեջանի եւ Իրանի միջև հարաբերությունները։ Մեջբերման ավարտը։ Հիշեցնեմ նաեւ, որ դեսպան Մեհդի Սոբհանին շեշտել էր, որ աշխարհում կա միայն մեկ արևմտյան Ադրբեջան եւ այն գտնվում է Իրանում։ Իրանը Թրամփի մեկնաբանություններն անվանում է չափազանցություն, իսկ Միացյալ Նահանգները թվացյալ մեղմություն է ցուցաբերում։ Երբեմն մեղրով ավելին է ստանում, քան քացախով, ասել է Թրամփը, հավելելով, որ Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացումը մեծ նշանակություն կունենա Թեհրանի համար։ Նա հայտարարել է, որ Իրանը հյուծված է Իսրայելի եւ Միացյալ Նահանգների վերջին հարվածներից եւ կանխատեսել է, որ միջուկային գործունեությունը ժամանակավորապես կդադարեցվի։ Թրամփը նաեւ նշել է, որ Իրանը կարող է դեռևս ունենալ եւս մեկ գործող միջուկային օբյեկտ։ Մենք գիտեինք, որ նրանք ունեն բազմաթիվ օբյեկտներ, գուցե 3 գումարած մեկը, բայց 3-ն են հիմնականները։ Հիշեցնենք, որ Թրամփը նախկինում բազմիցս վստահեցրել է, որ Միացյալ Նահանգների հարձակումը Իրանի օբյեկտների վրա ամբողջությամբ ոչնչացրել է երկրի միջուկային ծրագիրը։ Իսկ այս պնդումները կասկածի տակ դնող լրատվամիջոցները ենթարկվել են Թրամփի եւ նրա վարչակազմի քննադատությանը եւ ճնշումներին։ Միջազգային լրահոսին հետևել են իմ գործընկերները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն առաջիկա օրերին Իրանի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություններ պետք է վարի։ Ըստ NBC News-ի նպատակը պատժամիջոցների մեղմացման դիմաց ուրանի հարստացումը դադարեցնելու փորձն է։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել էր Միացյալ Նահանգների հետ բանակցությունները վերսկսելու որևէ ծրագիր։ Բանակցությունները վերսկսելու շուրջ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Բանակցությունների մասին խոսք անգամ չի եղել, ասել է Արաղչին։ Արաղչին պարզաբանել է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտությանը, սակայն Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վերսկսելու որոշումը գնահատման կարիք ունի։ Թեհրանում գրեթե 1 միլիոն մարդ է մասնակցել Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում զոհված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի, այլ բարձրաստիճան զինվորականների եւ միջուկային գիտնականների պետական հուղարկավորությանը։ Հուղարկավորությունը կայացել է 60 մարդու համար, այդ թվում 4-ական կանանց եւ երեխաների։ Սգավորները քայլել են փողոցով ծածանելով դրոշներ եւ վանկարկելով «Մահ Ամերիկային» եւ «Մահ Իսրայելին» կարգախոսները։ Իրանի այաթոլլահ Ալի Խամենեին չի մասնակցել հուղարկավորությանը։ Ներկա էին Իրանի արտգործնախարար Արաղչին, այլ պաշտոնյաներ եւ բարձրաստիճան զինվորականներ։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախորդին Իսրայելի հասցված հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 49 պաղեստինցի։ Անկլավի հյուսիսում գտնվող Շիֆա հիվանդանոցի տվյալներով 8 մարդ այրվել է Ջաբալիայի փախստականների ճամբարում գտնվող դպրոցի վրա Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով։ Մեկ հարված էլ հասցվել է Գազա քաղաքի մարզադաշտին, որտեղ ապաստանել էին տեղահանված բնակիչները։ Այստեղ զոհվել է 12 մարդ։ Իսրայելի պաշտպանության բանակը հերքել է անզեն մարդկանց վրա կրակելու տեղեկությունները, բայց եւ նշել է, թե հետաքննում է այդ միջադեպերը։ Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Դոնեցկի մարզի Նովոուկրաինկա բնակավայրի նկատմամբ։ 2 մարդ զոհվել է եւ առնվազն 17-ը վիրավորվել Օդեսայի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Օդեսայում հարվածի հետևանքով վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը։ Անօդաչու սարքերից մեկը բախվել է 21 հարկանի բնակելի շենքին, ինչի արդյունքում 7-ից 9-րդ հարկերում հրդեհ է բռնկվել։ Նաեւ հաղորդվում է Դնեպրում տեղի ունեցած պայթյունների մասին, որոնցից առաջ քաղաքում եւ մարզերում հայտարարվել էր օդային տագնապ։ Կիևն իր հերթին հարվածներ է հասցրել Ղրիմի Կիրովսկոյե օդանավակայանին, որտեղ 5-ից 6 պայթյուն է որոտացել։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղրղստանի պաշտոնակից Ժայնբեկ Կուլուբաևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ գերմանացի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերջնականապես կորցրել են ողջամտությունը։ Ըստ նրա, երկու քաղաքական գործիչներն էլ փորձում են վերադառնալ այն ժամանակներին, երբ Գերմանիան եւ Ֆրանսիան ցանկանում էին նվաճել ողջ Եվրոպան, նախ եւ առաջ ռուսական կայսրությունն ու Խորհրդային սոցիալիստական հանրապետության միությունը։ Նա հիշեցրել է, որ Մակրոնն ու Մերցը համատեղ հոդված են հրապարակել, որում հիշատակվել են ռուսաստանյան սպառնալիքի մասին
թեզեր։ Քաղաքական գործիչները Եվրոպային կոչ էին արել զինվել, քանի որ Մոսկվան իբր 2008 թվականից իմպերիալիստական պատերազմներ է վարում եւ ցանկանում է խաթարել եվրոպական անվտանգությունը։ Բելգրադում ցուցարարները հունիսի 30-ի գիշերը փակել են մի քանի կարևոր փողոցներ եւ բարիկադներ կառուցել։ Սերբական Բլից թերթը գրում է վրանային ճամբարների եւ աղբամաններից պատրաստված բարիկադների մասին։ Սավագետի վրայով անցնող գազելակամուրջը նույնպես փակվել է։ Նմանատիպ գործողություններ են տեղի ունենում Սերբիայի այլ քաղաքներում։ Ոստիկանությունն ու քաղաքային ծառայությունները փորձում են վերականգնել երթևեկությունը եւ վերացնել խցանումները։ Ակցիան իրականացնում է բլոկադա ուսանողական շարժումը, որը պահանջում է ազատել նախորդ օրերին ոստիկանության հետ բախումների ժամանակ ձերբակալված ուսանողներին։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 77 մարդ, 38-ը կալանավորվել։ 70 քաղաքացի վիրավորվել է, այդ թվում 48 ոստիկան, հայտնել է Սերբիայի ներքին գործերի նախարարությունը։ Նախագահ Ալեքսանդր Վուչիչը անկարգությունների մասնակիցներին անվանել է ահաբեկիչներ։ Մերի Դանիելյան, Open Media։ Թուրքիայում էլ մոլեգնում են անտառային հրդեհները։ Վերջին մեկ օրում երկրում բռնկվել է 77 խոշոր հրդեհ, իսկ հանգստյան օրերի ընթացքում 150-ից ավելի անտառային հրդեհի ահազանգ է ստացվել։ Իզմիրից մինչև առողջարանային Անտալիա հրդեհների աշխարհագրությունը Լիլիթ Մուրադյանի ռեպորտաժում։ Թուրքիան 4 կողմից այրվում է, 15 նահանգում հրշեջները ցամաքից ու օդից չեն կարողանում կրակի դեմն առնել։ Գործն ավելի է դժվարանում ցերեկը շոքի, երեկոյան ուժեղ քամիների պատճառով։ Միայն հանգստյան օրերին 150-ից ավելի անտառային հրդեհի ահազանգ է եղել։ Այսպիսի քանակով բռնկումները իրավապահներին կասկածի տեղիք են տվել, թե անտառները կարող են միտումնավոր հրկիզված լինել։ Այդ կասկածանքով արդեն 17 մարդ է ձերբակալվել։ Ամենադժվար կառավարելի հրդեհները Անտալիայի ու 4.5 միլիոն բնակչություն ունեցող Իզմիրի նահանգներում են։ Իզմիրի միջազգային օդանավակայանը դադարեցրել է թռիչքները։ Մի քանի շրջաններ տարհանվել են։ Թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում իրավիճակը պատկերավոր նկարագրում է այս մարդը։ Հարսանիքի էինք, հարսին բերեցինք եկանք, շոքին չէի դիմանում։ Իզմիրի հրդեհն էի նայում։ Հաղորդավարը ուղիղ եթերում այդ մարդկանց վիճակն էր պատմում։ Ասացի, ախ, ինչ մեղքեր այդ մարդիկ։ Հետո զանգեցին ինձ, ասացին ջերմոցդ վառվում է։ Վախեցած դուրս վազեցի ու ծունկս վնասեցի։ Հիմա ոտքի վրա հազիվ եմ կանգնում։ Շատերը փորձել են տարհանել նաև իրենց մեքենաները, բայց փոխադրամիջոցների մի մասը այրվել է։ Քանի որ հրշեջների խմբերը չեն հերիքում, գործին միացել են ոստիկանները իրենց ջրցան մեքենաներով, որոնք սովորաբար օգտագործվում են ցույցերը ցրելու համար։ Իսկ եղանակը դեռ չի պատրաստվում օգնել հրշեջներին։ Օդերևութաբանների կանխատեսումները դրական չեն։ Մեր երկու ինքնաթիռից բացի, որոնք պարբերաբար 12 տոննա ջուր են լցնում կրակի վրա, մեր մյուս օդային տրանսպորտային միջոցները ցավոք քամու ուժգնության պատճառով տեխնիկապես չեն կարողանում օդ բարձրանալ։ Ըստ օդերևութաբանների, մինչև կեսգիշեր քամու արագությունը չի նվազելու։ Այս ընթացքում մենք տարհանել ենք մի քանի գյուղ։ Այժմ սկսել ենք Աթաթուրքի թաղամասի տարհանումը։ Պաշտոնյանն ասել է, որ այսպիսի հսկայական մասշտաբի հրդեհներից հետո դեռ վաղ է նյութական կորուստների ծավալի մասին խոսելը։ Կարևորը մարդկային զոհերի վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան։ Լիլիթ Մուրադյան, Open Media։ Ռենյուս լրատվականի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։ Հետևեք բազմալեզու լրատվության մեր սոցիալական հարթակներում։ Ես Սոնա Թումանյանն եմ, կհանդիպենք։